երեխաներ։ Այսօր մենք խոսելու ենք բարեկիրթ վարքագծից։ Տեսնենք ինչ է այդ բարեկիրթ վարքագիծը։ Ինչ ենք ասում բարեկիրթ վարք ասելով։ Ինչպես բացատրենք, ինչ է բարեկիրթ վարքագիծը, եսներ։ Մարդիկ պետք է իրենց պահեն քաղաքավարի։ Եվ ինչպես պետք է պահեն նարեն։ Մարդիկ պետք է իրենց պահեն դաստիարակված։ Քաղաքավարի և դաստիարակված։ Իսկ հիմա եկեք խոսենք, տեսնենք ինչ է նշանակում քաղաքավարի և դաստիարակված։ Ինչպես պետք է մեզ պահենք բոլորս, ինչպես պետք է պահենք, ասա բանջան։ Խելոք պահենք և ինչպես պահենք։ Ինչպես պետք է պահենք, Աշոտիկ։ Խելոքը հասկացանք, ասացինք խելոք, և ինչպես։ Ծերերին Պետք է ծերերին օգնենք, լավ, մայրիկներին լսենք։ Մայրիկներին լսենք, փողոցը որտեղով որ ուզենք կարող ենք անցնել։ Ինչպես պետք է անցնենք։ Անցումներով, երեխաներ, ես որ ասացիք պետք է լինենք խելոք, պետք է լինենք լսող, պետք է լինենք հարգող, համեստ պետք է լինենք, աշխատասեր պետք է լինենք, այ դա երեխաներ, մենք որտեղ ենք դա օգտագործում։ Ինչպես, մենք որտեղ պետք է մեզ այդպես պահենք։ Կինոթատրոնում, մանկապարտեզում, տանը, թատրոնում, մանկապարտեզում չնեղացնել ընկերներին, տրանսպորտում պետք է խելոք ինչ է նշանակում, ինչ պետք է անենք։ Չաղմկենք, ճիշտ է, պետք է ցածր խոսենք, այո։ Երեխաներ, հիմա ես ուզում եմ մի քիչ խոսել մեր վարքագծի մասին, թե ինչպես է այն ձևավորվում։ Մենք ամբողջ օրը շփվում ենք իրար հետ, ընկերների հետ ենք շփվում, մեծերի հետ ենք շփվում, և այդ ժամանակ մեզ մոտ առաջանում են զգացողություններ, և այդ զգացողություններից ծնվում է մեր վարքագիծը։ Մենք կարող է օրվա ընթացքում ուրախ լինենք, ընկերը մեզ ուրախացնի, եթե ընկերը նեղացնում է, նեղանում ենք, տեսեք ամբողջ օրը կարող է փոփոխվի մեր վարքագիծը։ Եթե ընկերը մեզ օգնում է, մենք դառնում ենք բարի և հոգատար նույնպես։ Ուզում եմ ասել, ամբողջ օրը մեր վարքագիծը կարող է փոխվել։ Եկեք ընկերներին խնդրենք, մեկ երկենք, որտեղ ասվում են շատ բարեկիրթ արտահայտություններ, եկեք հիշենք տեսնենք, ինչպեսի բարեկիրթ արտահայտություններ, գիտենք հետո երգը կերգենք, ամբողջ օրը այդ արտահայտությունները մենք անում ենք, ինչ արտահայտություններ ենք անում։ Առավոտյան գալիս ենք մանկապարտեզ, ընկերներին տեսնում ենք, ինչ ենք ասում։ Ես թե ինչ ենք ասում, առավոտյան որ տեսնում ենք։ Բարի լույս, լավ, հետո ընկերը կոնֆետ է տալիս, ինչ ենք ասում, Գերանիկ։ Կոնֆետը վերցնում ենք, ինչ ենք ասում ընկերոջը։ Շնորհակալություն։ Ահա, շնորհակալություն։ Հանկարծակի ընկերոջ ոտքը տրորեցին։ Ինչ ենք ասում ընկերոջը։ Ներողություն, ապրեք։ Երբ որ մորաքույրը մեզ կերակրում է, վերջում ինչ ենք ասում։ Շնորհակալություն։ Ահա, հիմա եկեք այդ արտահայտությունները մենք ամբողջ օրը ասում ենք իրար։ Եկեք երգ երգենք, խնդրենք ընկերներին։ Ալի
օրը օգտագործենք, կտեսնենք, որ ինչքան մենք սիրված ենք մեր ընկերների կողմից, ինչքան հարգված ենք եւ փոխադարձ է լինում այդ ամենը։ Երեխաներ, վարվեցողությունը նաեւ շատ կարեւոր է, որ մենք խոսքի կուլտուրան ունենանք, այսինքն ինչ է դա նշանակում։ Մենք պետք է մեր խոսքի մեջ ընտրենք այնպիսի բառեր, որպեսզի ընկերներին չնեղացնի։ Վարվեցողություն է նաև հիգիենիկ կանոնները։ Մենք պետք է ունենանք հարդարված մազեր, միշտ կոկիկ լինենք, դուք այսօր շատ կոկիկ եք, եւ հագնենք մաքուր կոկիկ եւ ամբողջը պահենք մեզ այսպիսի։ Երեխաներ, հիմա մենք կարտասանենք բանաստեղծություն, որտեղ աղջիկը իր տիկնիկին սովորեցնում է ինչպես պահել լինեն հասարակական վայրերում։ Իսկ ո՞րն է այդ հասարակական վայրը։ Ավտոբուսները, մարդկանց մեջ եւ ամեն հիմա կտեսնենք ինչ է սովորեցնում աղջիկը իր տիկնիկին։ Խորհուրդ է տալիս երեխաներ ավելի շատ։ Գալիս են արտասանելու ես թերը Նարեն եւ Արինա։ Եկեք այստեղ նայենք։ Գրկիր տիկնիկին, այսպես շրջվի։ Արեստեղ Նարեն։ Արտասանի։ Ինչ է մաշում քեզ, արդեն մեծ ես մեծ աղջիկ, բայց չտեղ ոչինչ չգիտես, և քեզ հետ յուր կգնանք, առաջ կասես բարև ձեզ, յուրացիրեն թե նորակ, շնորհակալ եմ կասես։ Տրանսպորտում։ Տրանսպորտում երբ գնաս։ Տրանսպորտով երբ գնաս։ Տրանսպորտում երբ գնաս։ Տատիկ պապիկ տերնես կան։ Տեղից դվել կգենաս։ Կասես Նստի։ նստի դու նրանց։ Կհարգես միշտ մեծերին, նրանց խոսքը կրեսես, վատ բան ասես, թե մեկին ներողություն կխնդրես։ Այս բոլորը տիկնիկ չան, կկատարես, կտանես, քեզ ես դիմուտան, մանկապարտես ընդունել։ Ահա, եթե տիկնիկ այս բոլոր խորհուրդները երեխաներ կատարի, անպայման մանկապարտեզ կընդունի։ Լավ, հիմա ես ուզում եմ ձեզ հարցեր տալ։ Առավոտյան երբ արթնանում ենք, աչքերը բացեցինք, ինչ ենք ասում մարդկանց։ Բարի լույս։ Կարող եք միասին պատասխանել, բարի լույս։ Գնում ենք մանկապարտեզ, ընկերներին տեսնում ենք ինչպես ենք բարևում։ Բարև, էլ ինչպես կարող ենք բարևել։ Ողջույն։ Երեխաներ, իսկ մեծերին ինչպես ենք բարևում։ Բարև ձեզ։ Շատ ամրեք։ Հյուր եք գնում, դուռը բացում են, մենք ներս ենք մտնում, ինչ ենք ասում։ Ներս ենք մտնում, ինչ ենք ասում։ Բարև ձեզ։ Երբ որ հյուրասիրում են մեզ, ինչ ենք ասում։ Դուրս ենք գալիս եւ ուզում ենք հրաժեշտ տալ, ինչ ենք ասում։ Շնորհակալություն եւ ինչ պետք է ասենք, որ գնում ենք արդեն։ Ինչ պետք է ասենք հրաժեշտ տալիս։ Ասա բաց։ Այո, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Ահա, ապրեք։ Երբ տատիկից ջուր ենք ուզում, Էմիլի կպատասխանես, տատիկից ջուր ենք ուզում, ինչպես ենք դիմում տատիկին։ Տատիկ ջուր կտաս։ Հենց այդպես։ Ինչ որ պետք է ասենք։ Տատիկ խնդրում է ջուր կտաս։ Այո, տատիկը անմիջապես կտա։ Ջուրը կխմենք, ինչ կասենք տատիկին, Շնորհակալ
շնորհակալություն։ Ապրեք, երբ ընկերոջը հրում ենք հանկարծ խաղի ժամանակ ընկերը ընկնում է, ինչ ենք անում, ինչ ենք ասում։ Ներողություն եւ օգնում ենք անպայման, որ ընկերը բարձրանա։ Ապրեք երեխաներ ջան, ճիշտ եք ասում ամեն ինչ։ Հիմա մեզ հյուր է եկել աղջուկը եւ աղջուկը անտառում է ապրում եւ չգիտի շատ բարեկիրթ վարվեցողության արտահայտություններ։ Գիտեք ինչ է արել, խառնել է ամեն ինչ, խառնաշփոթ է ստեղծել։ Այդ արտահայտությունները պետք է տեղին օգտագործել։ Հիմա ես կպատմեմ մեկ պատմվածք։ Դուք ուշադիր լսեք, որովհետև աղջուկը խառնել է բոլոր արտահայտությունները։ Երբ որ կշփոթվի աղջուկը, դուք ծափ կտաք եւ կուղեք աղջուկին, լավ։ Աղջուկին դնենք այստեղ, թող նստի եւ լսի ձեզ, որպեսզի շուտ լինի։ Ահա։ Ուրեմն լինում է չի լինում, մի աղջուկ է լինում, աղջուկը ապրում է անտառում եւ առավոտ շուտ արթնանալով վազում է անտառ, մտնում է բացատ ու այնտեղ տեսնում է շատ ծովախոզուկների, գայլերի, սկյուրների, խոզուկների, արծիվների, նապաստակների, սկյուրների եւ ասում է բարի գիշեր։ Ինչ պետք է ասի աղջուկը։ Ես չեմ աղջուկը պատասխան։ Բարի դուս։ Աղջուկը պետք է ասի բարի լույս։ Աղջուկը լսեց եւ ձեզ շնորհակալություն է հայտնում եւ ընկերներին ասում է բարի լույս։ Եվ քանի որ աղջուկը շատ է սիրում ֆուտբոլ խաղալ, մոտենում է աղվեսիկներին եւ ասում է ես էլ ուզում խաղալ ձեզ հետ, մի րոպե ջան, սպասում։ Աղվեսիկներն ասում են խաղա, իհարկե, մենք սիրում ենք քեզ խաղա։ Աղջուկը մտնում է ներս, ծուրթատ է, չէ աղջուկը երեխաներ, եւ գերը, ինչ էր նշանակում գեր։ Ծուրթատ աղջուկը խաղում է աղվեսիկների հետ, հրում է նրանց, տրորում է նրանց ոտքը եւ ասում է շնորհակալություն։ Ուղղեք աղջուկին, ինչ պետք է ասի աղջուկը, աշուտիկ ասում։ Աղջուկը պետք է ասի ներողություն։ Ճիշտ է, աղջուկը լսեց աշուտիկին եւ ասաց ներողություն աղվեսիկներին եւ խաղացին մինչև վերջ, հետո հոգնեցին, նստեցին ուտելու, որովհետեւ արդեն քաղցած էին։ Սկյուրիկները հյուրասիրեցին տանձ, հատապտուղ, որովհետեւ նրանք սիրում չէ, նաեւ նրանք են սիրում տանձ եւ հատապտուղ, աղջուկը վերցրեց եւ ասաց, խնդրեք, ծափը ուր է ծափվեցի ուղեք, ահա, ինչ է, արգիշտիկ ասես, ինչ է ասում աղջուկ, ինչ պետք է ասի աղջուկը, երբ որ նրանք հյուրասիրում են։ Շնորհակալություն։ Օպրես, աղջուկը լսեց արգիշտին եւ ասաց շնորհակալություն սկյուրիկներ, սկյուրիկները չնեղացան, ուրախացան, գայլուկները եկան եւ աղջուկին միս առաջարկեցին։ Այո, աղջուկը միսը վերցրեց եւ ասաց ցտեսություն։ Աղջուկը պետք է ասի շնորհակալություն։ Երեխաներ, գիտեք, չէ, ցտեսություն երբ ասաց աղջուկը, մի տեսակ գայլուկները նեղացան, մտածեցին, ինչ բան են իրացրել, որ ցտեսություն է ասում, բայց հիմա աղջուկը լսեց ձեզ ուղեց եւ ասաց շնորհակալություն, անցավ մի որոշ ժամանակ, մտնեց երեխաներ, անտառում մտնեց եւ աղջուկը սկսեց աղմկել, գորգորալ, ինձ տուն տարեք, ինչպես պետք է վարվի, ծափտանք եւ ուղենք, ով չի պատասխանել, բան ասա, ինչ պետք է ասի աղջուկը։ Շնորհակալություն, որ խաղացի, բայց որ գուրգուրում է, ճիշտ է անում երեխաներ։ Ինչ պետք է ասի։ Այո, խնդրում եմ, երեխաներ, եւ աղջիկին արծիվները սկսեցին
ճանապարհել դեպի արջուկի որջը, բույնը։ Արջուկը վազում են, արծիվները վերևից հսկում են և ճանապարհով այդպես տարան հասցրեցին արջուկի որջի մոտ։ Արջուկը շփոթվեց, արագ մտավ տուն, ինչ անեք։ Ուրեք արջուկին ծափ տան, ինչ ասանք, ինչ ասեք։ Արջուկ դուրս արի որջից, չէ՞, անչեք ասեք։ Արջուկը դուրս եկավ և ասաց, իսկ ինչ է պատահել, ինչ պետք է երեխաներ խնդրել, ինչ պետք է ասել արջուկը։ Շնորհակալություն։ Այո, շնորհակալություն և վերջում ինչ պետք է ասի, երբ հրաժեշտ է տալիս։ Բարի գիշեր։ Այո, որովհետև շատ ուշ է պետք է ասել բարի գիշեր, ճիշտ է, երեխաներ, արծիվներն ասացին բարի գիշեր արջուկին և արջուկին գիտեք վերջում ինչ ասացին, որ էլի են ուզում հանդիպել արջուկի հետ և շարունակեն խաղալ անտառի բացատում, սիրել են արջուկին, որովհետև արջուկը շատ շուտ իրեն ուղղեց, ում շնորհիվ, ձեր շնորհիվ, ապրեք երեխաներ ջան, հիմա, քանի որ մենք ասում ենք, որ մեզ պետք է քաղաքավարի և դաստիարակված պահենք բոլոր վայրերում, հասարակական վայրերում, մենք այսօր կխաղանք ավտոբուս խաղը, ով է ուզում դառնալ վարորդը, Աշոտիկը վարորդը կլինի, խնդրեմ Աշոտիկ։ Գնացի դեպի կանգա։ Ավտոբուսում ինչպես պետք է մեզ պահենք։ Դուր չէ չհապրուկենք և կողքին չխանգարենք։ Դե, պատրաստ։
Արինա։ Լավ երեխաներ, ինչ հասկացանք մենք այսօր, որ մենք պետք է մեզ ինչպես պահենք, հասարակական վայրերում, թատրոնում, կինոյում, տանը, մանկապարտեզում, բակում, ինչպես պետք է մեզ պահենք։ Խելոք, ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում խելոք պահենք։ Լսենք։ Ահա։ Ընկերներին չնեղացնել և անպայման ամբողջ օրը օգտագործել բարեկիրթ արտահայտություններ, երեխաներ, նրանք նաև կոչվում են կախարդական խոսքեր։ Եթե մենք դա շատ օգտագործենք, ամեն ինչ մեր շուրջը բարի կլինի։ Հիմա ես բաժանում եմ ձեզ քարտեր, նկար քարտեր, դուք պետք է նայեք այս քարտերի վրայի գործողությունները են նկարված, որոշեք նրանք լավ գործողություն են, թե վատ, և տեղավորեք, տեսեք նշանները գրված են սեղանի վրա։ Սա լավ գործողությունների նշան է, ապա արեք տեսնեմ, որ մենք լավ բան ենք անում, այսպես ենք անում, չէ, լավ գործողություն։ Եվ սա վատի չէ, հիմա բաժանում է նկարները, աշոտիկ սպասիր։ Նայեք նկարներին, ընտրեք, թե որ սեղանին պետք է մոտենալ։ Նայեցիք նկարներին։ Դե լավ, մենք կտեսնենք դուք ճիշտ եք տեղադրել, թե չէ որ սեղանին եք դնում։ Դե հիմա եկեք մոտեցեք սեղանին։ Տեսնենք։ Բանավատ անարուկ սնունդ է, անար է։ Ուղեք, դե ուղեք, որն է էստեղ սխալ է դրված։ Ուղեք դրեք վատ նշանի տեղ։ Դեր էստեղ, և երեխաներ, ճիշտ է, պատից էլ կախված են նկարներ, որտեղ կան տարբեր տեսակի գործողություններ, լավ և վատ արարքներ։ Նստեցին, նստեցին։ Նստեն։ Հիմա երեխաներ, հիմա անակնկալում ենք, կա տեսանյութ, որտեղ մեր խմբի երեխաները, լսեք, մեր խմբի երեխաները տեսնենք ինչպես են իրենց պահում, դրսում, տանը,
Բերանը փակում է։ Դե բարդ է սովորել լապես։ Ոսոներ բերանը փակ։ Կոմոսի եղաչիքնում աղջիկով, կոմոսի աղջիկին իմ քուրիկ, կոմոսի ես ուզում եմ ես թաքավոր։ Շնորհակալություն, բարև ձեզ, շատեսություն, խնդրում եմ շնորհակալություն, բարև ձեզ, շատեսություն, խնդրում եմ շնորհակալություն։ Ովքեր էին երեխաներ տեսանում։ Նարեն, Մանեն, Չոնան, և Մաքսը։ Երեխաներ ինչ եք կարծում, իրենք ճիշտ պահեցին իրենց։ Տեսանություն ճիշտ պահեցին, ինչ բառեր օգտագործեցին։ Մաքսին ինչ ասաց։ Ցտեսություն, շնորհակալություն, ահա։ Նույնը ասաց Սոնան, չէ՞։ Շնորհակալություն ասաց։ Տեսեք, նրանք օգտագործեցին բարեկիր արտահայտություններ։ Հիմա ես ձեզ կտամ աստղեր, քանի որ խաղացիք, մասնակցեցիք խաղին։ Մաքսին տալիս եմ 2 աստղեր։ Լավ, երեխաներ ջան, ես ձեզ ասում եմ ցտեսություն։ Ինչ պետք է ասեք։ Շնորհակալություն։ Եվ ցտեսություն։ Եվ բարձրանում ենք խումբ, դե ասեք ցտեսություն։ Տեսություն։